Հովանավոր Art in Beauty Aesthetics։ Ողջունում եմ ամենաշատ սիրելի հեռուստադիտողներին Լոս Անջելեսից եւ բնականաբար հիշեցնում եմ, որ մեր շոու նախագիծն է ձեր եթերում, այնպես որ հարմար տեղավորվեք ձեր հեռուստաէկրանների առաջ եւ պարզապես հետևեք մեր Գրիշա Սանդալյան YouTube-յան ալիքը եւ իհարկե բաժանորդագրվեք, որովհետեւ մենք պարբերաբար ունենում ենք իմ տաղավարում շատ հետաքրքիր հյուրեր եւ խոսում ենք մեր կյանքից, առավել կոնկրետ մեր կյանքի իրականությունից։ Այսօր այնպիսի իրավիճակ է Հայր Հայաստանում, որ պարբերաբար այս քննարկումները սփյուռքից անհրաժեշտություն եմ համարում եւ իհարկե այսօր իմ տաղավարի հյուրն է դեղագետ, երգչուհի, երգահան, գործարար, հասարակական գործիչ, հրաշալի անձնավորություն, մեր շոու հեռուստանախագծի լավագույն բարեկամ, ինձ համար շատ սիրելի անձնավորություն Մարգարիտա Խլղացյանը։ Հարգանքներս Մարգարիտա ջան։ Հարգանքներս Գրիշա ջան։ Ինչպես է ցավդ տանեմ։ Ես տնավարից սկսեցինք էլի։ Եթե կարելի ասել լավ եմ, չնայած որ իրականում լավ չեմ, քանի որ ինձ համար անտարբեր չի Հայաստանում կատարվող իրադարձությունները, Հայաստանի ճակատագիրը եւ ընդհանրապես այս վերջի 20 թվականի պատերազմից հետո կարելի է ասել ես չեմ։ Մենք վերջին անգամ իմ հաղորդաշարի ընթացքում միասին հանդիպել ենք հեղափոխությունից հետո։ Ինչ հույսեր ունեինք։ Այո։ Ինչ տպավորությամբ էինք լցված, որ ինչեր պետքա փոխվի, ինչեր պետքա տեղի ունենա։ Իսկապես ես չեմ ուզում թաքցնել, ես շատ մեծ հույսեր եմ կապել, չնայած որ դու հայտարարություն ես տվել, որ հանդիպում ես ունենալու ինձ հետ, կոմենտների մեջ ես կարդացի, որ ասեցին ինքը Նիկոլական է եղել եւ հիմա ինչու է իր կարծիքը փոխել, հարգելի հեռուստադիտողներ, իմ սիրելի հայ ժողովուրդ, ես ոչ թե Նիկոլական եմ եղել, ես միշտ եղել եմ Հայաստանի անկախության, Հայաստանի գաղութից ազատվելու ծրագրերի կողմնակից, այդ գաղափարների կողմնակից եւ ես 16 թվականի Սասնա ծռերի պատերազմի ժամանակ եմ կանգնած եղել տղաների կողքին, քանզի նրանց պայքարը գաղութից ազատվելու համար էր, Արցախը չկորցնելու համար էր եւ կասեմ, որ այո, ես հեղափոխության ջատագովներից եմ եղել, առաջամարտիկներից եմ եղել, երբ որ Սփյուռքում 10 հոգի չէր հավաքվել այդ նպատակով, Գրիշա ջան, ես այնտեղ առաջին շարքերում կանգնած եմ եղել եւ չեմ թաքցնում, շատ մեծ հույսեր եմ փայփայել եւ վստահել եմ, քանի որ այն կարգախոսները, ինչով հանդես են եկել իշխանության հավակնորդները, այսինքն հեղափոխություն անողները, ես իրենց կողքին եմ եղել, որտեվ հավատացել եմ, որ Արցախը Հայաստան է, հավատացել եմ, որ մենք ազատագրվելու ենք գաղութից, հավատացել եմ, որ մենք անկախ ենք ապրելու, հավատացել եմ, որ տեսնելու ենք լյուստրացիա, տեսնելու ենք, այսպես ասած, ռեժիմից ազատագրում, տեսնելու ենք հայկական Նյուրնբերգը, այո, դատաիրավական համակարգի բարեփոխումներ, մեղավորների մի մուկ մի ձուկ, այդպես որ չէր պլստալու, ես ամեն ինչ ընդունում եմ, այնպես որ հարգելի ժողովուրդ, ես էլի հեղափոխության կողմնակից եմ, բայց իրական հեղափոխության, ոչ տեղափոխության, այն ինչ կատարվեց Հայաստանում։ Հիմա հարց, այո, շատ լավ եք ասում, պարբերաբար ես էլ կփաստեմ, որ դուք միշտ Հայաստանի կողքին եք եւ առհասարակ հայ մարդու կողքին եք, սկսենք դրանից։ Հիմա դուք ում եք հավատում։ Հիմա տեսեք դուք նորից ինչ-որ ակտիվ գործունեություն եք ծավալում Բևեռի շրջանակներում, արդյոք հավատում եք իրենց։ Ճիշտն ասած, ես այդքան էլ համամիջ եմ, որտեղ Բևեռը ինձ համար կուսակցություն չի եղել, նա հարթակ է եղել համաժողովրդական, իսկ ես Բևեռի կողմնակից եմ, այո, որտեղ դրանից առաջ էլ նախախորհրդարան է եղել, կողմնակից եմ եղել, Սարդարաբադ է եղել, կողմնակից եմ եղել, Սասնա ծռերի ապստամբություն է եղել, ես կողմնակից եմ եղել, դուք հասկանում եք, ասել, որ ես այո, ես Բևեռի գաղափարների կողմնակիցն եմ, այնտեղ մարդկանց համակրության հարց չի, որ ես իրենց կողքին եմ, ես գաղափարի հետևորդ եմ, եւ այն գաղափարները, ինչ կրել է
Ժիրայր Սեֆիլյանը այժմ ազգային ժողովրդավարական բևեռը ամբողջ խորհրդի անդամներով այդ գաղափարները ես միշտ կրել եմ դեռևս կասեի 88 թվականից եմ այդ գաղափարները կրել եւ միշտ եղել եմ այսպես ասած ինֆորմացված տեղյակ եմ ամեն ինչից Հայաստանում անցուդարձից Հայաստանում ինչ եղավ ով ում ինչպես այսպես ասած վերաբերվեց ես ամեն ինչ այդ պատկերը ինձ համար պարզ է եւ այսպես ինձ համար puzzle-ը արդեն լուծված է հասկանում ես հասկանալի այնպես որ ես էլի հեղափոխության կողմնակից եմ եթե կլինեն իրական հեղափոխություն անողներ էլի կողմնակից եմ Հարգելի տիկին Մարգարիտա եկեք այսպես մի բան փաստենք այս իրականության մեջ որ հեղափոխությունները առհասարակ երբեմն լինում են կազմակերպված հեղափոխություններ, որովհետև մենք ականատես եղանք այն ինչ որ եղանք եւ իրականության մեջ հասկացանք, որ այս հեղափոխությունը կամ տեղափոխությունը, ինչպես դուք նշեցիք, կազմակերպված իրականություններ եւ արդեն բավականին հասկանալի է դառնում, որ որոշակի կազմակերպվածության մեջ նաև կար պայմանավորվածություններ, որովհետև դուք տեսակ թվարկեցիք ձեր խոսքի մեջ, որ մենք սա էինք լսում, նա էինք լսում եւ ոչինչ չտեսանք։ Այսինքն կար պայմանավորվածություն ըստ իս եւ ըստ շատ մտածող մարդկանց։ Հասկանում ես Գրիշա ջան, ինձ համար այս TV տաղավարից նման բան ասել, որի ապացույցները Փաստերով ինքս անալիզ անելով կարող է ես շատ բան Մենք կարծիք ենք հայտնում բայց կարծիք թեկուզ հայտնենք ես կազմակերպված ում կողմից օրինակ կազմակերպված Այն մարդկանց կողմից ովքեր որ ոչ մի հարցում չմեղադրվեցին ես կարող եմ մի բան ձեզ ասել այս ամենի հետևանքի այս ամենից հետո ես հասկացա որ Հայաստանում ոչ մի ծառի տերև առանց Կրեմլի գիտության չի շարժվում հետևաբար գուցե եւ ինքը առաջ եկավ որպես քայլականներ այսպես բայց իհարկե Սերժին հեռացնելուց հետո ծրագիր կար Կարեն Կարապետյանը լինելու գուցե Կարեն Կարապետյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջև համաձայնություն եկավ որ փոխվի կամ ինքը Կրեմլին համոզեց որ դուք ինչ ասեք ես կանեմ մենակ ես մնամ իշխանության ես չգիտեմ ինչ կարծիքներ են ուղղակի այո բայց հիմա ունենք այն ինչ որ ունենք բայց նաև մի բան եմ ուզում նշել եթե հետևես իմ ելույթներին այդ ժամանակվա ես միշտ ելույթ ինչքան հնարավորություն եմ ունեցել ասել եմ ժողովուրդ ջան մեկը նալին էր խփում մեկը մեխին էր խփում թող սա չլինի թող նա լինի ես ասում եմ եթե ուզել են անել հեղափոխություն թողնենք թող տեսնենք ինչ են անում բայց պետք է միշտ զարգերակի վրա լինի մեր բայց չեն թողնում հիմա դուք տեսնում եք ինչա կատարվում Հայաստանի Հանրապետության ներսում ես հասկանում եմ անգամ ազատ խոսքի համար մարդկանց դատապարտում նայեք այստեղ նախկին ներկա խաղն է գնում որոնք երկուսն էլ Կրեմլի այսպես ասած պրոյեկտներն են կարելի ասել եւ ազգային ժողովում ես ինչքան հասկանում եմ մարիոնետի նման այսպես ով է ակտիվանում ով է իջնում այլապես ինչու պիտի ազգային ժողով կար օրինակ Ռոբերտ Քոչարյանը իր թիմով Սերժ Սարգսյանը ինչու չհեռացվեցին այդ մարտիկ քաղաքական դաշտից որպեսզի նոր ուժեր կային քաղաքական եթե պատմության անիվը շրջենք այս նախկին ներկա խաղը բոլորին երևի եթե պատմության անիվը շրջենք ինչու է դեպքում պետք է քաղաքական դաշտ գար 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը սկսենք այդ դաշտից դե սկսեք նորից նույն ժողովուրդը կանգնեց 10 տարի հետո Լևոն Տեր-Պետրոսյանին ասեց դու մեր թագավորն ես ես քաղաքական վերլուծաբան չեմ ես ուզում եմ ուղղակի մենք միասին խոսենք կարևորի մասին խոսենք խնդրեմ բայց ես իմ չափերը գիտեմ մինչև ուր կարող եմ մտնել հասկանում եք ես չեմ ուզում առարկա դառնամ մի այնպիսի խոսակցության որ իր խելքը չի հասել մտելա ես իմ հայրենիքի այսպես ասած դարդով տապակվող մարդ եմ ով ում համար անտարբեր չի Հայաստանի ճակատագիրը ով սրտի ցավով է մինչև հիմա տառապում է 5000 զոհերի համար որ ես քեզ նշեմ եւ բազմաթիվ անգամներ եմ ասել սա պայմանավորված պատերազմ էր եւ եթե սկսենք ընդեղից որ
ամեն հասարակ բանի համար 100%-անոց լեգիտիմություն ունեցող վարչապետը կանչում է ժողովրդին հրապարակ եւ դատաիրավական համակարգի համար կանչեց հրապարակ, հավաքվեցին մարտի 2000 Բա ինչու՞մ է ժողովրդին չհավաքեցիք հրապարակ, այլ ազգային ժողովում գնացիք, ասեցիք պատերազմ անենք, թե չանենք, ժողովրդին կանչեիք, ասեիք վիճակը էս է, ուզենք չուզենք, պետքա խլեն մեզնից Արցախը, այսպես է ծրագիրը նախատեսված Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանի հետ համագործակցությամբ, էլ չգիտեմ էլ Հայաստանի իշխանությունները համագործակցել էին, թե չէ, բա կանչեիք ժողովրդին Բա ամեն հասարակ բանի համար կանչում եք, բատեղ մեր Արցախը մեր հայրենիքի մի մասն է եւ ոչ թե Արցախի հարցն էր սա, այլ մեր ընդհանուր պահանջատիրության հարցն էր եւ մեր ամբողջ երկրի լինել չլինելու հարցն էր։ Բա ինչի չէիք կանչում ազգային ժողովում էլ ասում եւ ես չեմ մոռանում, որ ասում էր, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Այդ արդեն նախաբաններ նախապես որոշել է։ Այո, նախաբաններ, որով հուշում էր, որ 2200 քառակուսի կիլոմետր տարածքը իբր թե պարտվեցինք տարբեր տեսակի հայկական զինուժի, չել չգիտեմ, իշխանություններ, հակառակողներ, ինչեր չեմ էլ ուզում խորանամ դրա մեջ։ Okay, հանձնեցիք։ Բա մնացած 8500 քառակուսի կիլոմետրը, եթե մի գրիչի հարվածով պետք է տայիք, մնացածն էլ տայիք մեր 5000 հոգի երեխեքին, այդքան օջախ չմարեիք։ Այս մեր գենն են ոչնչացնում, դու հասկանում ես, հետևողականորեն մեր ինքնությունն են ոչնչացնում, մեր գենն են ոչնչացնում, մեր հիշողությունն են ոչնչացնում, ուզում են, որ մենք Արարատը մոռանանք Արագած, մեր Արագածն էլ է մեր սրտում, բայց Արարատը մեր ինքնության կարևորությունը բարձր ցուցանիշ է, Արարատը հայկական է եւ հայկականն էլ լինելու է անկախ նրանից ժամանակավորապես ուրիշ, այսինքն Արարատը գտնվում է Հայաստանի տարածքում, այն բռնազավթված է ժամանակավորապես։ Հասկանալի, ես հիմա ուզում եմ Տիկին Մարգարիտա մի շատ կարևոր հարց քննարկենք միասին, առհասարակ դուք շատ հասարակական գործունեություն եք ծավալում եւ շատ ակտիվ եք ձեր գործունեության մեջ։ Սփյուռքը ինչ դեր ունի այս ամեն ինչում։ Սփյուռքը մի տեսակ կոնկրետ եկեք լավ վերացենք այստեղի Սփյուռքի մասին խոսանք։ Ես չեմ խոսում համատարած Սփյուռքի մասին, որովհետև ինչպես նայում եմ ընդհանուր իրականությունը, տարբեր տեղերից նորից սրտացավ են, մարդիկ օտար ափերում ապրելով սրտացավ են հայրենիքի նկատմամբ։ Կոնկրետ մեր իրականության մեջ, կոնկրետ այստեղ տեղի ունեցող այս երևույթները, որոնք բոլորիս հասանելի են, ինչու ենք այսքան լուռ, ինչու ենք այսքան հեռացած, ինչու ենք այսքան անհետաքրքրված, ինչ է մեր հետ կատարվում։ Այդ դուք վերլուծել եք։ Սփյուռքը գործուն ազդեցություն չունի Հայաստանի քաղաքական կյանքում։ Սփյուռքին մենակ ֆինանսապես են օգտագործել, զերծ են պահել բոլոր տեսակի այդ պրոցեսներից քաղաքական, Սփյուռքի կարծիքը հաշվի չեն առել եւ այդպես բազմաթիվ բաներ Սփյուռքից գնացող լիքը ներդրողների գլուխներ են կերել։ Ավանդական Սփյուռքի մասին ենք մենք գիտեք 30 տարի շարունակ կներեք 30 տարի շարունակ մենք այդ Սփյուռք ասածին միշտ ավանդական Սփյուռքն ենք հասկացել, չէ՞, որ ասում ենք գործունեություն չի ծավալել, իրավունքների մեջ չի եղել։ Ով ասեց, չի կարելի ասել։ Մենք այս վերջի 30 տարվա մեջ ես, դուք, մյուսներս արդեն ժամանակի Սփյուռք ենք ձևավորել այստեղ։ Ինչու ենք մենք Հայաստանի քաղաքացիներս, ինչի մենք չենք, մենք Հայաստանի քաղաքացի ենք, մենք բոլոր իրավունքներն ունենք այստեղից Հայաստանի համար ցավելու, մտածելու, ինչի չենք անում, որևիցե քայլ։ Ես չգիտեմ ասենք չգիտեմ Լիբանանում ծնված հայը էլի հայ է իր բնականաբար հայ մարդ է բայց ասենք ինքը մի քիչ զերծ է այս իրականությունից ընդամենը հայրենիքը ընկալելով հերվից բայց չէ որ մենք այնտեղից ենք եկել հասել ստեղ մենք այնտեղից եկել ենք ինչ պատճառով բոլորս մի պատճառ ենք ունեցել բայց ինչի է այդ պատճառները չենք բարձրաձայնում ինչի այսպես քնած է Սփյուռքը ով ասեց որ չենք բարձրաձայնում մենք բարձրաձայնում ենք խոսում ենք բայց գործողություն չկա Գործողությունն էլ գիտես ինչ կա Գրիշա ջան, մենք բոլորս շատ սրտացավ ենք հայրենիքի։ Բայց մեզ էլ Հայաստանից երբեմն ասում են, որ դուք գնացեք ձեր համար տաքուկ նստել եք Ամերիկաներում։ Այդ ասողները, նայեք, ձեզ մի բան ասեմ, բոլորը կարող են Ծիվանի վրա նստած կոմենտներ գրել։ Բայց կարծիք է, չէ՞։ Գնացել եք, կարծիք կա, բայց ոչ բոլորն են այդ կարծիքը կիսում։ Շատ մարդիկ էլ կիսում են կարծիք, որ առանց Սփյուռքի
2 միլիոն բնակչությամբ Հայաստանը երբեք չի կարող զարգանալ։ Իհարկե չի։ Սկսենք դրանից։ Առանց նորմալ տարածքների, առանց ճանապարհների Հայաստանը ինչ կանել, փորձեն մեզ խաբել, նա չի զարգանալու։ Հետևաբար, դուք ասում եք, չէ, ես ինչու եմ գաղափարակից, ասենք, ազգային ժողովրդավարական բևեռին, որտեղ ազգային ժողովրդավարական բևեռը ասում է, որ մենք պետք է նախ գաղութից ազատվենք, մենք պետք է նախ ունենանք անկախ, իրական անկախ պետություն, եւ մենք պետք է մեր իրական երկրի սահմանները ոչ մոսկովյան պայմանագրով, ոչ Լենին Քեմալ, նրանք բոլորը միջազգային հանրության կողմից ճանաչված երկրներ անգամ չեն եղել, որ իրար ձեռք-ձեռքի տվել Հայաստանը բաժանել են իրար մեջ։ Մենք ունենք իրավարար վճիռ, ինչ կանել հիմա ուզենան այն կողմ նստած հեռուստաէկրանից, այն կողմ նստածները ծիծաղել Վիլսոնի իրավարար վճիռի վրա, Սևրի պայմանագրի վրա, ես էլի եմ ասում, եթե մենք ունենայինք անկախ պետություն, ազգային գաղափարախոսությամբ եւ ազգային շահերը առաջնահերթ դարձնելով, մենք այո կունենայինք իրապետ անկախ պետություն, մենք Արցախը չէինք կորցնի, քանի որ կարող էինք միջազգային խաղաղապահներ բերել եւ այսօրվա պարագայում մենք չէինք ունենա առանց Արցախի Հայաստան, քանի որ Արցախը Հայաստանի ընդհանուր մայր մեր հայրենիքի անբաժանելի մասն է։ Եվ թող մեզ չասեն պատմական Հայաստան, իրական Հայաստան եւ այլն։ Նախ իրական Հայաստանը ասելու հիմքերի մեջ։ Նայեք, պատմական Հայաստանը մեր Հայաստանն է, նայած թե մենք ինչպես ենք վերաբերվում այդ պատմական Հայաստանին, նայած թե մենք ինչպես ենք օգտագործում հայ ժողովրդի իրավունքները, մենք ում ենք վստահում որպես անվտանգության դաշնակից։ Սա է կարևորը։ Մենք անում ենք մեր հողի կռիվը եւ ինչ ձև ենք անում, արդյոք ճիշտ ենք անում այս հողի կռիվը։ Սա ազգովի ենք անում։ Մենք հողի կռիվ ենք անում։ Դե պայքարում ենք մեր հողի համար։ Ո՞նց ենք պայքարում։ Դե հետ եմ ուզում, հիմա ձեզ եմ այդ հարցը։ Բայց մեր հողը մենք դուք նայեք 5 միլիարդի զենքով Արցախը։ Նվիրեցին, հասկանալի։ Արցախը թողել դուրս են եկել 120,000 հոգի այնտեղից։ Ես մի բան եմ ուզում հասկանալ։ Դուք հասկանում եք, որ սա դավադրություն է հարցը մեր ես ազգի ողեմ, որ հետո հանդեպ։ կիսատ չթվա, էլի, ես կարևորում եմ այս հարցը շատ։ Մենք անում ենք մեր հողի կռիվը, մեր, որովհետև մենք այդքան շատ հող չունենք, որ մեզանից հերթով նվիրեն, տան, բաժանեն, չգիտեմ, ծախեն, ինչ ասում են, ժողովուրդը ինչ ասում է, չգիտեմ։ Ես ուզում եմ հասկանալ, մենք ազգովի ինչ ենք անում սրա համար։ Նայեք, չենք անում ոչ մի բան։ Ազգը ներկայացնում է պետությունը։ Ոչ, ազգը ներկայացնում է ազգը, պետությունը ներկայացնում է ժողովուրդը, ես Նայեք, կարծում եմ։ պետությունը ազգի շահերն է պաշտպանում։ Եթե մենք ունենք պետության ղեկավար, ով մեզ մոռացնել է տալիս Արարատը, ով մեզ վախեցնում է կարմիր ցուլով, չգիտես, այս կոմենկով, Մուրճով, չգիտեմ մյուսները ինչ որ մի հատ ալյումինե ինչ որ ժեշտով ասում է, էս է մեր սահմանները եւ այլն։ Մյուսները հելնում են, ասում են 1.5 միլիոն հայերի անուն ազգանունը պետք է գտնենք, ցեղած, դուք պատկերացնում եք, դու ուղագի մեր ազգին ձեռ են առնում եւ մարդիկ կան համամիտ են կոնկրետ Սփյուռքի հանձնակատարը համամիտ է այդ ասածներին որ 1.5 միլիոն այո եւ նա հարցազրույցի մեջ Սփյուռքի հանձնակատարը իդեպ այստեղից մի րոպե ես չեմ ուզում ոչ մի հատ հարց կարող եմ տալ ձեզ դուք գիտեք գենոցիդ ինչ է նշանակում գիտեք չէ նրա տերմինոլոգիան որ հատուկ էթնիկական խմբի ոչնչացման համար է դա հիմա եթե 1.5 միլիոն չի ոչնչացվել ներողություն 200,000 է ոչնչացվել, ասենք թե, բայց ոչնչացվել է էթնիկ խումբը ոչնչացնելու, հայերին վերացնելու համար, կարևոր է քանակը, բայց քանակը 1.5 միլիոն չի, շատ անգամ ավելի շատ է։ Ես ցեղասպանությունից փրկվածների ժառանգ եմ, կաղզվանից հորս հայրը փախել է իր ընտանիքի ճանապարհին կորցնելով իր երկու քրոջը, Մորս կողմից ճանապարհին քաղցի ժամանակ կորցրել են իրենց քույր եւ եղբորը, մյուս եղբայրն է ամուսնացած, թուրքերին ասել են, որ կաշառք տակ մեզ ձեռ չեն տա, տարել ինչ ունեն տվել են թուրքին, որի պր իրանց թողնեն կենթանի,
շատ լավ սպանել են, հարստությունն էլ վերցրել Բայց են։ այս սփյուռքը որտեղից է ձևավորվել ավանդական սփյուռքը։ Դե այդ եմ ասում։ Բոլորը ցեղասպանության Հիմա հետևանքներ թող չեն, գնան հերթով ամբողջ աշխարհում սփռված հայերին իրենց պատմությունը գրեն ու կիմանան ոչ թե 1.5 միլիոն է, այլ շատ անգամ ավելի շատ է։ Եւ նման ձևով ձեռք առնել այս ժողովրդին, ես կարծում եմ արդեն չգիտեմ սա ինչ է եւ ես չեմ հասկանում, բայց ուրիշ մի բան կարող եմ ձեզ ասել։ Իհարկե, ասեք սիրո։ Ես ճիշտ ասած չգիտեմ այդ որ հեղինակն էր, բայց կարդացել եմ այդ մասին ու մի անգամ էլ մատնանշել եմ այդ մասին։ Խաղաղությունը չեն մուրում։ Խաղաղությունը վաստակում են։ Հիմա եթե նապաստակը Գայլին ասի, թե ես շատ խելոք եմ, ինձ մի կեր, դու կարծում ես Գայլը իրեն չի ուտելու, այդպիսի ասացված կա։ Դա ուղղակի ստորաքարշ մտածելակերպ է։ Դուք պետք է առերեսվեք փաստին, այդ մարդիկ չեն համարում Հայաստանը որպես երկիր, ուզում են տիրանալ եւ ամեն ինչ անում են տիրանալու համար։ Եվ ընդհանուր առմամբ այդ խաղաղության այդ ֆարսը, որ անընդհատ մեջ բերում են ժողովրդին, լավ չեկավ այդ խաղաղության օրը։ Նայեք, այդ վարկագիծը հանգեցրեց խաղաղություն, մենակ մենք ենք դրա մասին խոսում։ Այդ վարկագիծն է հանգեցրել պատերազմի եւ համատարած դեզինֆորմացիան, այսպես մեկը մեկի վրա մեղքեր բարթելը, այսպես բաուր են այդ դավաճանները, որ ասեցիք, այս կան մարդ չի մասնակցել պատերազմին։ Մենք այդքան կամավորներ են գնացել, կանոնավոր բանակ չի մասնակցել, կանոնավոր նորմալ մի հատ հարված չի հասցվել նրանց ռազմավարական օբյեկտների։ Սա ինչ է նշանակում։ Սա տարել էիք 5000 հոգուն մատաղանելու, ուրեմն ի սկզբանե ստորագրեիք, տայիք, քանի որ 5 միլիարդ զենքով արցախցիները դուրս եկան։ Ի սկզբանե տայիք, այո տայիք, ինչ ուզում են թող ինձ ասեն, բայց այդ 5000 երեխեքին փրկենք, նրանք մեր վաղվա օրն են, մեր վաղվա ապագան են։ Այսօր մենք հաշմանդամ ենք, մեր ազգը հաշմանդամ է։ Մենք ինչքան հլը տա 20 տարի էլ անցնի, չենք վերականգնելու այս բացը։ Եվ 20 թվի պատերազմից հետո կարող եմ հասկանամ, որ ասում են 4 տարի զինվում ենք, բա որ զինվել եք, այդ ոսկե պարը թուրքական տարածք է, ես չէի իմանում, Դե որ ոչ միայն մենք դա կամաց թուրքական տարածքում ենք կիմանանք, որոնք են ապրում։ թուրքական տարածք ըստ կառավարության, կիմանանք էլի։ Այդ որ քարտեզներով եք անում դելիմիտացիա, դեմարկացիա, որ միջազգային փաստաթուղթն է ցույց տալիս, որ ոսկե պարը թուրքական տարածք է, այսինքն ադրբեջանական տարածք է։ Այս բոլոր խարդախությունները, այս բոլոր անիրավությունները, այս բոլոր անշնորհքությունները, բոլոր sense փաթաթանները, ամեն ինչը ժողովրդի համար դառնում է օրակարգ եւ ժողովուրդը ուղակի լռում է։ Ինչու է լռում մեր հայ ժողովուրդը, ես սրա վրա եմ զարմանում։ Ինչ ենք լռում, ինչի գործողություններ չկան, ինչ որ մի բան, ասենք մի 5 հատ մայր գնա կանգնի միտեղ ասի, շատ են կանգնել, սենց է սանում 5 հատ տղական մայրերին էլ չգիտեմ ինչ են արել, ինչպես են վերաբերվել, ես չգիտեմ։ Ապրիլի 24-ին այստեղ ինչ որ բան նախաձեռնվում է այստեղ։ Համենայն դեպս մի քանի տեղ ես հրավիրված եմ, ամսի 20-ին։ Էլի պետքա գնանք թուրքական դեսպանատուն դեպի։ Չէ, ճիշտն ասած։ Ճիշտ չի գնանք հայկական դեսպանատուն ավելի շատ։ Երևի պրովոկացիոն էր հարցս կնա։ Չէ, պրովոկացիոն չէ։ Որովհետև արդեն ժամանակն է գնանք այն տեղերը, որտեղից որ իրականում մեզ քանդում են։ Ինչի վերաբերյալ ունեմ հստակ կարծիք, ես հայտնում եմ, ճիշտն ասած, ես չգիտեմ թե 30 տարի ցեղասպանության ճանաչումը դարձրեցին առաջնահերթ, ով էր այդպես պարտադրել մեր ազգին, մոռանալով պահանջատիրություն։ Եկեք ստեղից սկսենք։ Մենք 30 տարի որ հետ գնանք, շատ բաներից կարելի է սկսել։ Եվ սկսենք այդտեղից, թե ինչպիսի ուժեր են ներգրավված նաև այն հայրենասեր դաշնակցության կուսակցության մեջ, որ մեր երևի բոլոր իրական պահանջատիրությունը ցեղասպանության ճանաչումն էլ հետը փոխվեց միայն ցեղասպանության ճանաչման։ Այդքան գոռում եք 1915 never again։ Բայդենը ճանաչեց ցեղասպանությունը։ Մի հատ կարգին շնորհակալություն մեր իշխանությունները, Հայաստանի կառավարությունը չի հայտնել։ Բայց թուրքական կառավարությունը զայրույթ ապրեց։ Զայրույթ ապրեց, բայց մենք
Նայեք, ես չեմ կարծում, որ այսպես զիջելով թուրքերը սահման են բացելու կամ Ադրբեջանը իր խոժակը պակասացնելու է Հայաստանի նկատմամբ։ Հետևաբար ինչի համար էին պայքարը, որ մենք մեր բոլոր ազատատենչ մեր թեկուզ սասնածռերը, որ հիմա բանդում են, ինչ մուր ասես թափեցին իրանց վրա, այս տղերքի վրա, մեկը մեկի դեմ լարեցին, իհարկե KGB-ի օգնությամբ, մեկը մեկին պետք է խելացի լինեին, չմասնատվեին, չբաժանվեին եւ երբեք ազգային ժողովրդավարական բևեռը չի ասել ես կամ իշխանության։ Ինչի համար սա ողջունելի է, որովհետև հիմա ինչ որ մի կուսակցություն կա իշխանության, դա սխալ է։ Հիմա մեր ազգը պետք է խելքի կա եւ միասնական փորձեն այս կառավարությունով ցախողել է ամեն ինչ, ճանապարհեն կազմեն ժամանակավոր կառավարություն բոլոր խելացի ուժերի կապ չունի դաշնակցություն է, հնչակ է, ռամկավար է, սեն է, բոլորից ներկայացում պետք է կազմեն բոլորով իմ կարծիքով եւ Հայաստանի այս օրհասական վիճակից դուրս գալու ելքեր են։ Բայց նման բան համատեղ չի լինում, մեր ազգի մեջ նման համատեղություն չի լինում, չի ստացվում։ Ինչու՞ չի եղել։ Հիմա Վրաստանին ասում են Երանի, բայց մենք բանի ժամանակ, հեղափոխության ժամանակ ամբողջ ազգը հավաքվեց։ Ասում ես ինչու չեն հավաքվում։ Ամբողջ ազգը հավաքվեց, որովհետև տերերը այդպես կամեցան։ Մարգարիտա ջան, ինչ կա տեղ հասկանալու։ Օրինակ ինձ ոչ մի տեղ չի կամեցել, որ հավաքվեմ։ Գրիշա ջան, ես այդպես չէի ասի։ Ես կասեմ այդպես, եթե հայտնեն տերեր, որոնք ցանկանան, որ մեր ուզածը տեղի ունենա, տեղի կունենա, հավատացեք, ուժեր են դրանք։ Ես վստահ եմ, որ ուժեր են։ Հիմա ես կոնկրետ ասում եմ քեզ, որ որովհետև ուրիշ կերպ չի լինում, չենք հասկանում։ Ասում եմ քեզ, որ այդքան ժողովուրդը հավաքվեց ու այսպիսի բայց սասնածռերն են ինչի ոտքի կանգնել ժամանակին։ Սասնածռերն Հիմա սասնածռերին են հանդուրժ ժողական հեղափոխությունը խիչ էին խեղդում։ Դասա։ Պիչեք կարճկով ասայի դատարի գնանք վերադառնանք շարունակենք։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակենք գովազդային կարճ դադարից, հիշեցնում եմ հաղորդման հովանավորի մասին Art and Beauty Aesthetics բժշկական կենտրոն, որտեղ ունեն մեծ նորություն, տեղային ցավազրկումով, լայկոսկոպիկ հիմունքներով առանց քնացնելու կարող եք ազատվել ձեր մարմնում տեղի դոտ ավելորդ ճարպերից եւ իհարկե նիհարեք ունենաք գեղեցիկ տեսք եւ առասարակ Art and Beauty Aesthetics այդտեղ միայն գեղեցկանում են եւ իհարկե թարմանում են հեռախոս 818 450 0050 գովազդ է մեր եթերում 664 West Broadway հասցեում գործում է Art and Beauty Aesthetics բժշկական կենտրոն։ Կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայություններ. ազատվեք անցանկալի դեմքի կնճիռներից, տարիների կորցրած դեմքի թարմությունը վերականգնեք մեզ հետ միասին, ազատվեք անցանկալի մազերից, պահպանեք, ամրացրեք, առողջացրեք ձեր գլխի մազերը, անցանկալի ճարպերի հյուսվածքներից ազատվեք մեզ հետ միասին, մաշկի ձգում, թարմացում, բիգբետների հեռացում, պարանոցի մաշկի թարմացում եւ ընդհանրապես, եթե ցանկանում եք ունենալ ավելի երիտասարդ տեսք, ավելացնելով ձեր ինքնավստահությունը, ձեր ընտրության ճանապարհը մեկն է Art and Beauty Aesthetics 818 450 0050 Համեցեք մեզ մոտ ընտանեկան ջերմ մթնոլորտը յուրահատուկ համերն ու աննախադեպ գները խոստանում Հավի քյաբաբ արժեքը 6.99 Հավի կրծքամիս 7.99 Երևանյան լոլիկով ձվածեղ չուգունետ հավայի մեջ արժեքը 9.99 Տավարի քյաբաբ 7.99 Պատվերները կարող եք նաև կատարել on-line Պատվիրեք համով, հոտով եւ մատչելի հայկական ավանդական թոնրի խորովածը Պապայի բարբեկյուից Pork chops, pork պատրոնդաշ, boneless pork Համտեսեք եւ վայելեք իրական թոնրի խորովածի համը Շատ համով է Պատվերները կարող եք կատարել on-line կամ զանգահարելով 401 777 0777 Նաև կարող եք այցելել Նոհոյի մեր location Սիրով սպասում ենք Ռեստորան Մեծո Նորավոճ սրահ Նոր շունչ
Մենք վերադարձանք գովազդային կարճ դադարից, շարունակում ենք մեր ծրագիրը, հիշեցնում եմ ևս մեկ անգամ, այցելեք Պապայի բարբիքյու եւ համտեսեք անուշահամ ուտեստեղեններ, կարող եք նաեւ պատվիրել տարբեր ճաշատեսակներ, զանգահարելով 401 777 0777, ինչպես նաեւ գեղեցիկ եւ անկրկնելի միջավայր ընտանեկան հավաքույթների եւ միջոցառումների համար հրաշալի ռեստորանային համալիր Մեծո ռեստորան, մեծանուն ռեստորան։ Շարունակում ենք մեր եթերը, իմ հյուրն է Մարգարիտա Խլղացյանը եւ մենք խոսում ենք կարևորի մասին եւ առասարակ մեր իրականության մասին։ Լավ, եթեր շարունակենք մոտավորապես մենք կանգ առանք ինչու չխեղդեցին այդ հեղափոխությունը, բայց դրա մասին մոռացանք, որովհետեւ բոլորից համար հասկանալի է, թե ինչու չխեղդվեց։ Ամեն դեպքում Ես ուզում եմ Սփյուռքի անելիքների մասին մի փոքր խոսենք, որովհետև մեծապես պայքարը այստեղ ձեր ակտիվությունը շատ կա, ես դա նկատում եմ, դուք ընդհանրապես միջավայրի մարդ եք, դուք կարողանում եք ձեր խոսքը ոնց ասեմ, կարևորեք, մարդիկ շատ են ձեզ լսում, ձեզ հավատում, չեք ուզում գործունեությունը մի փոքր ավելի ակտիվացնել, ուժեղացնել, հզորացնել, եւ այստեղի քնած, Սփյուռքի քնած հայության նույնպես համախմբել։ Նայ Գրիշա ջան, բայց դուք դա ապացուցել եք, դուք կարողացել եք դա անել։ Ես ոչ թե չեմ ուզում դա անել։ Ես պատրաստ եմ կանգնելու յուրաքանչյուր այն մարդու կողքին, ով եւ փորձելու համախմբել մարդկանց, որտեղ ես չեմ սիրում իրար պիտակավորել, ես չեմ սիրում սևացնել, ցեղ շպրտել այս կամ այն մարդկանց գործունեության վրա, տաշնակցության վրա, չգիտես, հնչակների վրա, մեկը մեկին, այս կուսակցություններն են քանդել մեր երկրի, անիծել մեր երկրի հետ։ Հիմա պետք է դե մարդ կուսակցություններ եւ այլն, նայ բազմաթիվ անգամներ ինչ կանել ուզում են սևացնեն, ես բազմաթիվ անգամներ լսել եմ, ինչպես է Ժիրայր Սեֆիլյանն ասել, որ հավաքվենք, գնացել են, փորձել են միանալ, անձնական ամբիցիաները մարդկանց խեղդում են իրենց։ Իսկ ես անձնական ամբիցիաներ չունեմ, ես մի հատ սովորական հայ մայր եմ, հայ կին եմ, ով օդարության մեջ ընտանիքը փորձել է հայեցի դաստիարակել, հայեցի պահել, նորմալ կրթության տալ իր երեխեքին, իր զավակներին հայեցի պահել, հիմա էլ թորների հեշտն է, փորձում ենք հիմա ինչքան կկարողանանք մեր միսիան կատարել, կկարողանանք, բայց ինչքան մենք ակտիվ լինենք հայապահպանության գործում, այնքան մեր ազգը կհարատևի, ես կարծում եմ։ Եվ միևնույն ժամանակ էլ այստեղ ինչ կանել հավաքվեն, նայեք, եթե պետություն չունենանք մենք, ինչ ա լինելու։ Պետություն պետք է ունենան, որ Սփյուռքի ներուժը օգտագործեն հայրենիքի համար։ Ինչպես տեսակ, որ ինչքան գումարներ հավաքվեցին Արցախը կառուցելու ճանապարհներ, ջրագծեր, իհարկե հսկայական աշխատանք արվեց, բայց ուր գնացին դրանք։ Սարկած Արցախը հանձնեցին։ Հիմա ինչ ենք մենք ասում։ Բայց սարկած էր, ասում էին, որ ինչ որ ինչ է։ Դե էլ արդեն չեմ իմանում։ Մռայլ քաղաքներ են, ես դրա մեջ չեմ խորանում, ինչ տոկոսն է սարկվել, ինչը գրբաններն է մտել։ Դրա մեջ էլ չեմ խորանում։ Բոլոր դեպքերում հայ ժողովուրդը ներդրել է հանուն Արցախի։ Մանավանդ Սփյուռքն է ներդրումներ Եվ արել Սփյուռքն մեծ էլ ներդրել է, պատերազմ եղավ, ներդրել ենք ամեն ինչի համար։ Ամեն տարի տոնակատարություն էր այստեղ, երբ որ գումար էին հավաքում, տոնակատարությամբ էին դա նշում։ Բայց մեր տոները վերցրեցին մեր ձեռքից։ Հիմա ձեռքից։ հանգանք այն եզրակացության, որ ճիշտ են ասում, ներդրում պետք է լինի քաղաքական ներդրում։ Պետք է մենք պետություն ունենանք, որ այդ ներդրումներն էլ ի զարգացում գնա պետության, ոչ թե անհատները իրենց գրբան, ուր գնաց այդ անհատներն ուր են այսօր, այդ փողերն ուր գնացին, մենք չենք իմանում ինչ են սարկում մեր ազգի գլխին, ես իսկապես շատ մեծ տագնապի մեջ եմ եւ ես շատ ավելի վատ բաներ եմ իմ սիրտը վկայում, որ եթե մենք ուշքի չգանք, մենք կոնկրետ չենք կարողանում այս 4 տարվա մեջ, տեսնելով թե Ռուսաստանը մեզ ինչ արեց, չենք կարողանում կողմնորոշվել, մենք որ կողմն ենք գնալու։ Եթե եվրոպական երկրների կողմն ենք գնալու, դուրս ենք գալու հապկից, չենք գալիս, մնում ենք գորժ զոնայում։ Հիմա կոնկրետ մենք ով է մեր դաշնակիցը։ Բայց հիմա տեսեք այսպեսի ով է մեր պսևդո դաշնակիցը։ Բայց միգուցե էսել ասա մանիպուլյացիաներ, էսել ասա խաղեր, ասենք։ Բա իհարկե խաղեր են։ Հիմա ապրիլի 5-ին շատ մեծ հույսեր էին կապ։ Ապրիլի 5-ը ինչ արեցին։
ապրիլի 5-ին արևմուտքը ցույց տվեց, որ դու չես կարող մեր հետ խաղալ, կամ այս կողմ պդիլնես, կամ այն կողմ։ Տեսակ ինչ գումարներ տվեցին, դա ծիծաղելի է։ Երկե ծիծաղելի։ Բայց ես որ ասում եմ արևմուտքը դաշնակից, շատերը քննադատում են կարծելով, որ մենք կուրորեն ուզում ենք արևմուտքը մտնի, չգիտեմ ինչ, էս անի, են անի, Սորոսական էս, այդ Սորոսը նախ մինչև մտած է եղել Հայաստան, մեկ, ում թույլտվությամբ է դիմացեք, եւ Սորոսը այնքան կարևորագույն ծրագրեր է կատարել, ինչ է Սորոսին է կանընդհատ մեջտեղ, ով է այդ կիսամեռած պապիկը, Պապիկը, այո, PR-ը տեսանում են մարդկանց են ոչ գիտակից սանգվածի ուղեղները տրորելու համար, որ իսկապես լավ է ասում Վահե Կասպարյանը, նշեմ, երիկ եղավ, փոլ եղավ, էս մանիպուլյացիաների վերջը տվեք, որոշեք ուզում եք երկիր դառնալ, թե ես էլ կամ դառնա գուբերնիա կամ չգիտեմ Գիտեք, երիտասարդության այդ շատ շփումներ ունեմ առհասարակ մեծ մասամբ Ախր մենք հրաշք երեխեք Մենք մեր երիտասարդները մոլորված են Մեր երիտասարդներն էլ չգիտեն իրանք ինչ է սպասվում իրանց Նրանք որ վաղվա մեր ապագան են նրանք մոլորված ապրում են Մենք այսքան իրանց բացատրում ենք իրականությունը որտեղ է կարևորությունները բայց ինչ որ երկմտության մեջ են, անհասկանալի process-ների մեջ են, մեր երիտասարդությունն է շատ շեղված, սա է իրականությունը։ Հիմա նայեք էլի ախր, կես ասում արևմտամետ իրականում Նիկոլի պաշտպանիչներն են, ոչ թե արևմտամետ են, կես ասում էս ազգային ժողովրդավարական բևեռին, կես ասում է Քոչարյանական է, կեսը Նիկոլ, էս աղբը ինչքան հո բոլորը չեն թացը չորից տարբերում Դուք հասկանում եք մեղք է մեր ժողովուրդը։ Լավ, Նիկոլա Պաշտպան դեմ ազգային ժողովի падգամավորներ կան բազում, որոնց հայրերը կոնկրետ կներեք արտահայտության համար կոմունիստից սկսել են։ Հիմա արդեն իրանք արևմտամետ դառան։ Մի քիչ ծիծաղելի հանգամանքներ են սրանք, էլի։ Չէ, ես ասում եմ, ինչու, որովհետև եթե կոմունիստից սկսված ընտանիքում կա process, այդ ժամանակ ուրեմն KGB-ն ունեցել է իր ազդեցությունը, KGB-ը չգիտեմ ինչա։ Բայց այդ երեխեք ինչ որ դրուկ կներեք արտահայտության համար դառան արևմտամետ, ինչ որ մեզ ուզում են խառնեն, խաղերի մեջ գցեն, ուսան ժանգլիրովը տանեն մեր կյանքը, այդպես չի կարելի։ Իրականում շատ սարսափելի։ Իհարկե սարսափելի է։ Պետք է լրջանա այս ժողովուրդը։ Եվ հիմա որ էլի մեջ բերեմ, պետք է ասեք Բևեռին եք պաշտպանում։ Ես Բևեռի պաշտպանը չեմ, ես կաղապարի կողմն հասկացա։ Այս մարդիկ ասում են, այո, եթե հեղափոխություն էր, ինչու չեղավ լյուստրացիա։ Մենք պետք է իմանանք, չէ՞, թե որ զերծ պահեն քաղաքական դաշտից այն մարդկանց։ Բոլոր արխիվները վառում են, ինչ լյուստրացիա։ Դե դրա համար էլ ասում եմ, դրա համար էլ չենք դառնալու երկիր։ Չենք դառնալու։ Երկիր դարձավ մեր Սպալթյան երկրները, որ թույլ չտվեցին ընդհանրապես կոմունիստա։ Տիկին Մարգարիտա, ոչ մի ուղղությունով երկիրը չի զարգանում։ Գյուղացին մնում է նույն գյուղացու կարգավիճակում, մարդը եղել է գյուղացի, կոպիտ ասած, ես կոպիտ բան չեմ ուզում ասեմ բնավ, հեռուստատողները չհասկանան։ Մարդուն չեն զարգացնում, որ այդ մեր մտածած գյուղացիությունից մարդը մի քայլ անի։ Բայց նա չի զարգանում, խեղճի դա ամեն ինչ ձեռքից վերցրել են այդ գյուղացուն թողնեն իսկապես։ Այո, եթե թողնեն, դա եմ ասում։ Զբաղվի, որ մեր ազգին սնի։ Բայց որ սամանը բացեն ու բերեն թուրքական ապրանք, չգիտեմ, թուրքական սնունդ, գյուղատնտեսությունը այդ գյուղացին ինչ է լինելու։ Հետո պետք է թողնի գնա ուրիշ երկիր, մեղադրեն, թե թողել գնացել եք։ Ինձ մեկը հարցրել է, ես ինչի եմ գնացել։ Չէ, ես օրինակ Ես չեմ դիմացել մրցակցության, ինչ չեն թողել առողջ մրցակցության մեջ։ Բա ոնց եք այստեղ կայացել։ Ես աշխատելով Ես չեմ ուզում ասեմ ինչ Չէ, ուզում ասեմ, բայց դուք մեր երկրում չենք կարող կայանանք։ Ես 4 տարի ապրեցի Հայաստանում։ Նայեք, ինչու Ես մի հատ բան ասեմ, 4 տարի ապրեցի Հայաստանում։ Բազում դռներ ծեծեցի, ամեն ինչ ասեցի, անգամ օգնության ձեռք մեկնեցի, անգամ ասեցի իմ դեմքով ինչ որ մի բան կարող ենք անել։ Սովորական մի նախագիծ ուզեցի, ասեցի տվեք ինձ Սփյուռքի հետ կապված նախագիծ։ Միացյալ Նահանգներում ես որոշ չափով ես դեմքը ծանոթ եմ մարդկանց։ Ես ինչ որ գործ անեմ։ Բոլոր դռները փակեցին, խաբեցին, գնա 10 օր սպասի, 20 օր սպասի, մի ամիս սպասի, 6 ամիս սպասի, մի տարի սպասի, հա ինչքան սպասենք, ընտանիք ենք պահում։ Նայեք, ամենակարևորը ինֆորմացիոն դաշտն է, TV-ներն են, որ թելադրում են մարդկանց ուղեղները լվանալու։ Իսկ մեր Հայաստանի TV-ները, թեկուզ այստեղի TV-ները անկախ չեն։
Անկախ չեն։ Անկախ չեն։ Ինչ անկախության Անկախ մասին է չեն։ խոսքը։ Եվ պատահական չի, որ մենք այսպես գոնե այս ալիքից կարողանում ենք ինչ-որ մի Որ բան ալիքից, սա YouTube-յան Գրիշա Սարդալյանին է ասել YouTube-յան ալիքը։ Մեր շոուն, բայց կոնկրետ ես նաև ուզում եմ նշեմ ABC հեռուստակայանի ինչի համար, որովհետև բոլոր տեսակի գաղափար ունեցող, բոլոր տեսակի քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց հնարավորություն է տալիս Ազատության մթնոլորտ կա այստեղ, շնչում են մարդիկ։ որը շատ կարևոր է եւ ցանկալի կլներ, որ բոլոր ալիքներում մարդիկ հնարավորություն ունենային։ Սահմանափակումներ կան Տիկին Մարգարիտ։ Իհարկե, շատ հիմա կոնկրետ կա նույնն էլ Հայաստանի հմեկի մասին է խոսքը, երբ որ տեսնում ես հմեկի ղեկավարի անցած ճանապարհը, հիմա ինչ են ասում, կամ այս իշխանություններն եկան իշխանության ինչ կարգախոսներով էին, հիմա ինչ են մեզ ասում, ստացվում է, որ մենք պարզապես ապրում ենք զոնում, գաղութում, Հայաստանում եւ փոխվում են միայն զոն պահողները։ Այո, բա դա եմ ասում։ Ես այդ չեմ ամաչում ասելուց, Ես ես այդպես եմ ասում, հասկացել։ հիմա իրականության մեջ այնպեսի տպավորություն է, որ Հայաստանում զոնը լավ ասեցիք, բայց զոնում գոնե կարգապահություն կա, բայց Հայաստանի այս իրավիճակներում այս պահակները փոխվելուց ոչ մի կարգապահություն չտեսանք իրականության մեջ։ Զոնում գոնե կարգապահություն կա։ Հեծանիվով սկսեցին գնալ աշխատանքի, ձևականություն էր։ դարձավ չգիտեմ, ես չէի էլ ուզենա, որ իմ երկրի ղեկավարը հեծանիվով գնալ։ Ես ուզում եմ հպարտություն ապրել իմ երկրի ղեկավարին ու կնոջը, տեսնել պատշաճ հագուստների մեջ, պատշաճ մագարդակով, ներկայանալի, որպեսզի ես հպարտություն ապրեմ, որ ես հայ եմ։ Նա մեր երկիրն է ներկայացնում։ Այն լավ էլ չեմ ասում։ Հասկացա, լավ։ Մենք խոսում ենք ամեն ինչի մասին, կարևորի մասին, սիրելի հեռուստատողներ, եւ բնականաբար կրկին անգամ հիշեցնում եմ ձեզ, որ դուք կարող եք բաժանորդագրվել Գրիշա Սանդալյան YouTube-յան էջին եւ իհարկե բարբերաբար հետեւել մեր նախագծերը։ Անկախությունը մեզ համար կարևորություն է, բայց այդպես էլ մենք չհասկացանք, թե ինչ բան է անկախությունը, անկեղծ եմ ասում։ Իրականության մեջ ես չհասկացա, դա ինչ բան է անկախություն։ Մեր անկախությունը կներեք։ Մեր անկախությունը ոչնչացվեց, վերջնական գլուխը կտրվեց հոկտեմբերի 27-ին, գիտեք, եւ հետագայի իրադարձություններն էլ ցույց տվեցին գույք պարտքի դիմաց պրոյեկտ, չգիտես, տարբեր ռազմավարական օբյեկտներ տալ Ռուսաստանի հսկողության տակ, երկաթգիծը տալ Ռուսաստանին, որ թալանվի խայտառակ ձևերով, ինֆորմացիան ամբողջ Արապապյանի մոտ է, կտեսնեք թե ինչ, բայց դուք տեսաք ինչ եղավ, հենց դատական գործ հարուցեցին, Լավրովը զանգեց մատ թափ տվեց ղեկավարին, թե չփորձեք մտնել այդտեղ, փակեցին գնաց, չի լինելու ոչ մի բան, քանի չունենք իրոք անկախ ազգային կառավարություն, ով ոչ մեկի թելադրանքով չի ղեկավարելու։ Իսկ ինչպես կգա այդ ազգային կառավարությունը, ոնց եք դուք պատկերացնում, դա ինչպես կլինի։ Այս ազգը ընդհանուր հայտարարի կա, ոչ թե սրա նրա, ոչ թե ձեռ առնի արևմտամետ, իրական արևմուտքի դաշնակի ցանկացողներին փոխեն ուրիշների հետ, բայց իրականում Նիկոլ Պաշտպանեն, որը արևմտամետ չի։ Հեշտ կլինի Նիկոլին ընդհանրապես գահից գահանկեց անելիս։ Ես չգիտեմ ոնց կլինի, բայց ես հասկանում եմ, որ նա արևմտամետ չի։ Բայց բռնապետական ինչ-որ ռեժիմ է տեղի ունենում երկրի մեջ, ով ինչ բարձր մի բան խոսում է, ծեծում են, ջարդում, վերջերս այդ տղային մեծ քաոս է բարձրացել այս հարցը, ինչ որ դատապարտեցին ազատ բան տնային կալանք 7 միլիոն գրավ, ինչ որ էս բաներ կարդացի, ասենք ինչ է տեղի ունենում, մարդը գնում արդար խոսում է, մարդուն ձերբակալում են կամ փողոցում ծեծում են կամ չգիտեմ ինչեր են անում, բայց դուք տեսեք նաև մտան ազգային ժողովրդավարական Պևերի խորհրդի անդամների տները, հեռախոսները տարան, չգիտես մտան գրասենյակ ինչեր հավաքեցին, ասենք օգնություն Արցախի ժողովրդի համար։ Հաստատ կարելի է ասել Հայաստանը բռնապետական երկիր է դառնում։ Դառնում։ Վախենում ենք դա ասել։ Ես կարծում եմ, որ ինքը սկզբանե այդպես է եղել, որ մի մուկ մի ցուկ չպլստացողները բոլորը պլստացել են, որտեղ Ռուսաստանը կամ չգիտեմ ով այդպես է ուզել,
կամ էլ իրականում դատաիրավական համակարգի ոչ մի նորմալ փոփոխություն չի եղել։ Ամեն ինչը սենց կիսատ, պրատ, փորձել են ինչ-որ մի բան անել, ձախողվել են, եւ ես ասեմ, որ դատաիրավական համակարգը խայտառակ վիճակում է Հայաստանում, ես առիթ եմ ունեցել այնտեղ հարց ունենալու եւ շփվելու եւ ես հասկացել եմ, որ ոչ օրենք կա, ոչ օրինապահություն, այս որոշումը կայացնես գնում է, ասենք թե բողոքարկելու այլ աջանում, ընդեղով ինչ ուզենա այդ որոշումը կկայացնի, հետո նորից կգնա մի ուրիշ աջան, ընդեղ մի որոշ, հետո հետ կգաստեղ, մի խոսքով Բելկով կալիսի է։ Այսինքն վազվզոցների մեջ, բայց ոչ մի արդյունք չկա, տեղում թոփում է երկիրը։ Լավ, մի հարց էլ տամ եւ ավարտենք ծրագիրը, լավ, եզրափակենք եւ ուզում եմ հասկանալ վերջապես մեր ժողովուրդը, մեր ազգը կամ մեր ժողովուրդը կամ ժողովրդի մեջ ապրող մարդիկ, այսպես կայացած մարդիկ ինչ որ մտավորականության մասին եմ ուզում խոսել։ Մեր մտավորականությունը, մեր մեջ գործող ապրող, չգիտեմ, մտավորականությունը ինչու այսքան արժե զրկվեց, ինչու ընդհանրապես նրանք իրենց խոսքը ճիշտ չեն ասում, ամեն մի իշխանության հետ խոսեցին, այդ իշխանության ժամանակահատվածի վերաբերյալ եւ համոզեցին հանրությանը, որ այսպես է իրականությունը եւ այսպես է ճշմարտությունը։ Հիմա մենք ունենք մտավորականություն, այսպես կարելի է ասել։ Ինչու չունենք։ Ես կարծում եմ ունենք, բայց այդ մտավորականությունը որ խոսքը կշիռ կլինի եւ ծանրակշիռ կլինի։ Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից մտավորականությունն էլ երևի կասայի կողմնակալ է եղել, բայց մենք ունեցել ենք այնպիսի մտավորականներ, ովքեր իրենց կարծիքը հայտնել են, որի համար կյանքով են հատուցել։ Դա էլ ենք ունեցել։ Հիմա էլ ճիշտն ասած, ես չեմ ուզում ոչ մի բան ասել մտավոր, ոչ թե չեմ ուզում, այլ ուզում եմ ասեմ, որ ցանկացած ժամանակում մտավորականությունը պարտավոր է իր քաղաքացիական դիրքորոշումը արտահայտելու։ Այդ որ ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, դա շատ սխալ է։ Եթե չզբաղվենք, քաղաքականությունն է մեզանով զբաղվում, այլ ոնց որ զբաղվեց, հայրենազրկեցին, հասկանում եք։ Իսկ կարելի է այդ քաղաքականությունն առհասարակ փոխել եւ այդ նույն մտավորականությունը չխոսի քաղաքականությունից, այլ առհասարակ խոսի երկրապահությունից, երկիր պահելուց, երկիր ունենալուց, պարտադիր չի քաղաքականությունից խոսի։ Թող ամեն մի երկիր, դերասան, հայտնի մարդ կանգնի ասի, բարձրաձայնի ասի, արա էս ինչ եք անում։ Լավ մարդ եք, էս ինչ եք անում դուք մեր գլուխը։ Չկա տենց բան, շատ չեմ տեսնում նման բան, գոյություն չի։ Հենց գալիս է հարցը դրա վրա, հարցը հենց գալիս է դրա վրա, ասում մեկ քաղաքականության հետ գործ։ Արա քաղաքականություն չի, եղբայր, դա երկրի պահապանության մասին է։ Վաղը այս երկրի ժողովուրդը եթե ընկճվեց, եթե երկրում քաոս եղավ, դու առաջ ես արտասանելու, երգելու, պարելու, քո հանդիսատես ես կորցնում անկախ ամեն ինչից։ Նայ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ ոչ մի օտար իր երկիրը չի պահելու, ինքն է պահելու։ Իհարկե։ Մենք որ ասում ենք դաշնակից ունենանք, մենք որ ասում ենք դառնանք ոչ ՆԱՏՕ դաշնակից երկիր Միացյալ Նահանգներին, ինչի համար ենք ասում, բայց էլի մենք ենք պաշտպանելու։ Բայց եթե այսօր Սամանամերձ գյուղի ժողովրդին անգամ զենքերը հավաքում են, չեն տալիս։ Վաղը թուրքը մտնի իրանց տունը գլուխը մորտի, ոչինչ չունի պաշտպանվելու։ Էլ ոնց էս երկիր պահում։ Երկիր չենք կարող պահել։ Երկիրը պահում են ամուր սահմաններով, երկիրը պահում են խրամատներով, երկիրը պահում են պաշտպանական գծերով, որոնց փողերը կերելու չէին էլ փորել։ Եվ արդյոք հոգեբանությամբ սկսենք այդտեղից։ Բայց կոդրեցին մեր ազգի եւ ի սկզբանե ես քեզ ասեմ Արցախը գրավել էին 30 տարի իրանք գիտեին որ տալու են այլապես կվերաբնակեցվեր այլապես ճիշտ զարգացում դե հիմա արդեն չգիտեմ հասկանալի է ես ձեր սրտացավությունը միշտ ընկալում եմ եւ ոչ միայն ընկալում եմ կոնկրետ այս զրույցի ժամանակ բարբերաբար գիտեք մենք կապի մեջ ենք շփվում ենք զրուցում ենք այս հարցերը քննարկում ենք մենք ըստ մյուսի հետ միասին Վայ, ես ուղղակի ուզում եմ մի նախադասություն ասել, որ շնորհակալություն, որ դուք կաք, առհասարակ, եւ կցանկանամ, որ ձեզ նման մտածելակերպ ունեցող մարդիկ շատ լինեն, եւ առհասարակ շատ կարեւոր է, որ մեր հայ կանայք այսպես կարողանան ակտիվ լինել այս կյանքի հարցերում եւ բնականաբար այսպես հզոր լինեն եւ
Հզոր լինեն։ Մի բան կարող եմ Հզոր, ասել։ ուղղակի հզոր։ Այս մտածելակերպի պատճառով ես լիքը թշնամիներ Դե եմ պարզ է, ձեռք բերել, պարզ է, պարզ է։ բայց ես ուրախ եմ եւ հպարտ եմ, որ ես գաղափարի ինչ որ գաղափարի հետևորդ եմ եւ ես գիտեմ, որ վաղ թե ուշ Հայաստանը հառնելու է, վերագտնելու է իր օրինական սահմանները, ճանաչվելու է հանրության կողմից եւ գալու է ժամանակը։ Եթե ոչ, ես չտեսնեմ, իմ սերունդները տեսնելու են։ Աստված տա, մենք բոլորս դրա կողմնակիցն ենք։ Շնորհակալություն, որ չմերժեցիք իմ հրավերը եւ շատ ուրախ եմ, որ դուք գտնվում Ես եք եմ իմ շնորհակալ։ Իմ շատ սիրելի հեռուստատողներ, այսօր այսքանը, հետևեք ինձ YouTube-յան ալիքով, Գրիշա Սանդալյան YouTube-յան ալիքով եւ պարբերաբար մենք հետաքրական հաղորդումներ ձեզ կներկայացնենք, բաժանորդագրվեք այդ ալիքին։ Այսօր այսքանը, ապրեք խաղաղությամբ, եղեք երջանիկ, եղեք ապահով եւ ամենակարևորը աշխարհում ուր էլ կլինեք, հայ մնացեք, ցտեսություն։ Հովանավոր Art in Beauty Aesthetics